Մենք հայերս մայիսի 9-ը պետք է հիշենք որպես Շուշիի ազատագրման օր, ոչ թե Արցախյան ազատամարտի հաղթանակի օր, քանի որ պատերազմը Շուշիի ազատագրումից հետո շարունակվեց ևս 2 տարի, ինչը բավականին դժվար ժամանակաշրջան էր։ Մեր իրական հաղթանակի օրը պետք է նշենք հենց այս օրը, մայիսի 12-ին, քանի որ 94 թվականի մայիսի 12-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջև կնքվեց հրադադար մեր ռազմական հաղթանակից հետո, քանի որ Արցախը ազատագրվել էր Ադրբեջանի հրոսակախմբերից։ Սակայն ցավոք այդ հաղթանակը քաղաքականորեն չամրագրվեց Հայաստանում իշխող դավաճան նեոբոլշևիկների կողմից, որոնք իրենց հրահանգները ստանում էին Կրեմլից։ Նրանք խորամանկորեն որոշեցին մայիսի 9-ը դարձնել մեր հաղթանակի օրը, որպեսզի այն ձուլեն իրենց հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա հետ, մեզ զրկելով առանձին հաղթանակի օր ունենալուց։ Շուշիի ազատագրման օրը ներկայացնել որպես Արցախյան ազատամարտի հաղթանակի օր նույնն է, ինչ ռուսները նշեն Ստալինգրադի ճակատամարտի հաղթանակը, այլ ոչ թե Բեռլինի գրավման օրը։ Սա նենգ դավադրություն էր սպիտակ թուրքերի ու նրանց հայադավ կամակատարների կողմից։ Ցավալի է, որ մինչև հիմա մեր ազգը նույնիսկ չգիտի այս օրվա կարևորության մասին։ Դա հատուկ արեցին, որպեսզի մենք երբեք չունենայինք առանձին հաղթանակի տոն, որովհետև հաղթանակի տոն ունեցող ժողովուրդը սկսում է ձևավորել հաղթական մտածելակերպ։ Այսօր, երբ այս փտած ու դավաճանական համակարգի հայրենադավ եւ խաբեբաս սրիկաները կրկեսային քարոզարշավների ընթացքում կրկին մոլորեցնում են ժողովրդին, խոսելով իրական խաղաղության, արժանապատիվ խաղաղության եւ երաշխավորված խաղաղության հեքիաթների մասին, եկեք մենք, գիտակից ու արժանապատիվ հայերս, այսօր մեր իրական հաղթանակի օրը հիշենք մի պարզ ճշմարտություն. առանց պայքարի ու հաղթանակի չի կարող լինել ոչ մի տեսակի անվտանգություն ու խաղաղություն։ 2020 թվականի 44 օրյա դավադիր պատերազմի ընթացքում մեր թշնամիները մեզնից դավադրաբար խլեցին այդ հաղթանակը, բայց չեն կարող խլել այդ հաղթանակի հիշատակը եւ այն անսասան հավատը, որ ապագայում մենք ազգովի մեր անկոտրում կամքով ու վճռական պայքարով կերտելու ենք շատ ավելի մեծ հաղթանակ, այս անգամ Բաքվին վերջնականապես ծնկի բերելով եւ ահաբեկչական պետություն Ադրբեջանը մի քանի մասի մասնատելով։ Այսպես ենք բացելու մեծ հակի կերտման ճանապարհը։ Սա ոչ միայն մեր գերագույն նպատակն է ու պատմական սուրբ առաքելությունը, այլև ի վերուստ նախանշված մեր ճակատագիրը։ Փառք հայքին ու փառք հաղթանակին։